Հիշեցի, որ մենք երբ որ լսում էի այս ներկայացումը, մի քանի ամիս առաջ մեր հերթական Zoom հանդիպումներ, երբ որ մեր գործընկերները մեզ էին ներկայացնում մի միջազգային խոշոր հիմնարկ ջրերի կառավարման ոլորտում, եւ Վինին խնդրեց Սարհատին, որ Սարհատը պատմի պրոյեկտի մասին։ Սարհատը, քանի որ այդ մեր հանդիպումները շատ սեղմ են ժամանակի առումով, Սարհատը փորձեց 6-7 րոպեում պատմի, երբ որ կանգ առավ, Վինին հարցրեց, վերջացրեցի, Սարհատը պատասխանեց այո, եւ Վինին շարունակեց, ասեց now about spirit։ Ես այդ բառը անգլերեն չգիտեի, հետո իմացա այդ նշանակությունն այդ բառի։ Ու դրանից հետո տևական ժամանակ Վինին պատմում էր մեր պատմությունը, ասենց Ժորժան ինչ-որ սխալ բան ասում, բայց փորձենք նորից սկսենք։ Մի խոսքով ես շատ շնորհակալ եմ Վինիին եւ այս սքանչելի թիմին, այս մեր համագործակցության համար, այս ֆանտաստիկ ներկայացման համար, բայց իմ ամենամեծ շնորհակալությունը, որ իրենք իրենց հույզերի համար, որի միջոցով իրենք անցկացրեցին այս պատմությունը։ Այդ շատ կարևոր է ու խնդրում եմ եւս մեկ անգամ ես մեր շնորհակալությունը հայտնենք, շատ շնորհակալություն։ Բայց մենք եւս մի անգամ պիտի փորձենք մեզ համար ձևակերպենք, թե ինչի մասին է այս մեր պատմությունը, որովհետեւ այս մեր պատմությունը ամենևին կառուցապատման կամ գյուղ շենացնելու մասին չի, այդ գյուղատնտեսություն զարգացնելու մասին չի, չգիտեմ, նույնիսկ մեր ծրագրի առանց հանդիսացող կրթության լայն իմաստով, որը որ մենք մեր տեսլականի մեջ անվանում ենք նորացվող ինքնություն, դրա մասին չի, մեր այս պատմությունը փորձա ձևավորել մի նոր տիպի համայնք իր այնպիսի կառավարումով, որը որ կունենա հմտություն եւ կարողություն տնօրինել համ իր սոցիալական կյանքը, համ իր առողջությունը, համ իր նույն կրթությունը, համ իր ենթակառուցվածքները, ունենա իմաստություն ճիշտ ու նուրբ ձևով հարաբերվել իր ժառանգության կամ շրջակա միջավայրի հետ։ Եվ էլի շատ բաներ, որը որ մենք մեր առօրյայում որի հետ առնչվում ենք։ Եվ ունենալով այսպիսի այդ գործառույթներ ինքը կարող է շատ որպես մեկ պատուհան շատ հուսալի գործընկեր հանդիսանա այս կենտրոնական օղակին կառավարման, էականորեն բեռնաթափելով այդ կենտրոնական այս կլանելով իր վրա այդ բավականին մեծ քանակի այդ գործառույթները, էականորեն կբեռնաթափի այս կենտրոնական օղակը եւ դուրս կմղի մեր առօրյայից շատ ու շատ անպետք թե գործառույթներ, թե գերատեսչություններ։ Հենց դրանով է պայմանավորված այս մեր այս ահռելի մեծ ներուժը, որը որ մենք ներգրավել ենք այս ծրագրի շրջանակներում, որովհետև ես պիտի ասեմ, որ մենք շատ եսիմ ինչ բան չենք արել, գործառույթի առումով ինչ ենք արել, տեխնիկական առաջադրանք ենք ձևավորել, որի ընթացքում, որի հետևանքով պիտի ունենանք մաստեր պլան։ Մեր երկրում այդ արվում է միշտ մի քանի շաբաթում ձևավորում են տեխնիկական առաջադրանք, մի քանի ամսում ունենում ենք գեմպլան, արժի այդ մոտավորապես միջազգային սլենգով ասած մոտավորապես մի գյուղի համար 15,000 եվրո, հենց այսպես էլ ապրում ենք։ Մենք սրանից հետո եւս 1.5 տարի ունենք, որպեսզի կանոնակարգենք այս մեր եղածը, հասցնենք այն մաստեր պլանի, ու սրա հետևանքով մենք ասում ենք օրինակ, որ ստեղ լսեցիք այս ներկայացման ժամանակ, որ ապրելու է 35,000 մարդ եւ էլի մի քանի տասնյակ չափորոշիչներ, որոնք որ էականորեն կփոխեն մեր կյանքը։ Մենք պատկերացնում ենք, որ այս որպես ձևաչափ մոդել են, ինչի մասին մենք խոսում ենք, ինքը կարող է կիրառելի լինի մեր Հայաստանի ճնշող մեծամասնության տարածքներում։
որովհետև այս բարձրության վրա գտնվող, այս նույն ձևաչափով գտնվող ինքը նման է այն ճնշող մեծամասնություն համայնքներին։ Ու որը էականորեն կբեռնաթափի մեր մեծ ագլոմերացիաները, մայրաքաղաքը, բայց հիմնականում կնպաստի ներգաղթի, այդ նշանակում է, որ մենք կունենանք մոտավորապես 1.2-1.5 միլիոն հարմարավետ միջավայր, որտեղ կարող են ապրել մեր նորեկ հարևանները։ Մենք անվերջ կարող ենք խոսել այդ հարմարավետության մասին, մի քանի տենց բաներ կա, օրինակ հողերի օգտագործումը 5% է, 8% էֆեկտիվությամբ ուզում ենք հասցնել 100%-ի մոտավորապես, կամ այդ իմ սիրած GIS ասածը, որի մասին ես լսել եմ այս ծրագրի շրջանակներում, որը որ էականորեն կփոխի մեր կյանքը ընդհանրապես, այսինքն այդ համայնքային խելացի կառավարման լուրջ հենք ու հիմք կհանդիսանա։ Ճշգրտի մեր ներքին սահմանները մոտավորապես 5 սանտիմետր ճշգրտությամբ։ Ու էլի լիքը սենց բաներ, որի մասին կարելի առանձին երկար շատ խոսել։ Մենք վերջիվերջո պիտի հասկանանք, որ այսպիսի միջավայրեր ձևավորում են աշխարհում, բավականին շատ են, տարբեր ճաշակների, տարբեր տրամաչափերի, տարբեր հնարավորությունների եւ այլն։ Բայց ես կուզենայի, որպեսզի մենք խոսենք մի ուրիշ բանի մասին, այսինքն հետ գայի իմ ապագա հարևան Վիննի Մասի ասացին now about spirit։ Մենք մեր աշխատանքին զուգահեռ միշտ փորձում ենք պատկերացնենք, թե ինչպիսի միջավայրում մենք պիտի ապրենք։ Մերսի։ Ես ավելին ասեմ, թե ինչպիսի գույներ պիտի ձևավորեն այս միջավայրը եւ այլն։ Ես ավելին ասեմ, մենք նույնիսկ մի հատ տենց սկզբնական մեր համար հարց ունենք, որ մենք տալիս ենք։ Ինչ միջավայր ենք մենք պատկերացնում, որտեղ որ պիտի ձևավորվեն մեր երեխեքի հույզերն ու երազանքները։ Ու որովհետև մենք մեծերս ամեն ինչ գիտենք, մանավանդ այն ինչ որ վերաբերվում է մեր երեխեքին, մենք գիտենք, թե իրանց ինչա պետք, բայց իրականում այդպես չի։ Որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչ միջավայրում կարող են ձևավորվել այդ հույզերն ու երազանքները, մենք ինքներս պիտի փորձենք հետ գնանք այդ մեր մանկություն եւ փորձենք վերհանենք այն ինչի ներքո է ձևավորել, ինչ քիմքի, ինչ համերի, ինչ հոտերի, ինչ շրջակա այդ գույներ են ձևավորել, ինչ երաժշտությունն է մեզ սնել մեր մանկության ժամանակ, ինչ արվեստի գործերի ինտերվենցիայի շնորհիվ է այս ամեն ինչը տեղի ունեցել։ Ու գիտեք, ես այդ վարժությունը փորձեցի անել ու հասկացա, որ ամենաճիշտ համերն ու հոտերը չեն ձևավորել մեր ներքին այդ շարժիչները, որովհետև այս վերջերս որ քննարկում ենք, որ այդ գոմաղբը պիտի վերանա իբրև տաքացնող ինչ-որ նյութ, մեր ընկերներից մեկը ասեց, բայց ոնց այդ հոտը էլ չի լինելու, կամ իմ ամենասիրած կերակրատեսակը, կերակուրը, այսպես ասած, կարտոշկա ժարիտներ, անպայման sense մեծ կտորներով ու մի մասը հաստատ պիտի հում լիներ։ Հետո որ այդ վարժությունը արեցի, հասկացա, որ տատս շատ աշխատել չէր սիրում, այդ մեծ կարտոֆիլը 3 կտոր էր անում ընդամենը ու մի մասը չէր եփում ու այդպես ձևավորվել է իմ համայնը։ Դուք պատկերացրեք հիմա ես ինչ կարամ երգեմ, որ մեզ լացացրել է էլի այդ երգերը, չեմ անի այդ, որովհետև այդ տարածքում 5:30 որ գալիս էր, ռադիոն միացնում են ու Զեյնաբ Խանլարովա են լսում, այդ Արտուրին Շախնազարյան հաճելի կլինի լսելը։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, մենք բայց մի բան կա, որը որ Սեբաստացիներում էս վերջերս հանդիպել էի, որ մենք երեխա ժամանակ ու կապված չի թե որ սերունդ է, միշտ սիրել ենք խաղալ։ Այն փոքրիկ տնակները, որ մենք սարքել ենք միշտ, այդ որ աթոռները մոտեցնում ենք իրար, վերմակներով փակում ենք, ներսն էլ տենց հարմարավետ միջավայր ենք ստեղծում ու
մեջը մտնում ենք, խաղում ենք, մինչև մեր ծնողները մեզ ոտքերից չէին հանում դուրս այդտեղից։ Ու պատկերացրեք, որ այս միջավայրը հենց այդ մեր ամենակարևոր բառը ինքնաբավությունն է։ Ու այս միջավայրը հենց փոքր տների մասին է, որտեղ որ մենք այդ մեր տների ամեն մի անկյունը պիտի սիրենք, որտեղ մեր շռայլությունը պիտի վերաբերվի մենակ մեր այդ ագահորեն ընկալելու այդ ագրոքոլեջի եւ այդ ինովացիոն կենտրոնից գիտելիքները կվերաբերվի մեր հույզերին եւ մեր հյուրերին, այսպես ասած։ Ու մենք պատկերացնում ենք միջավայր, ու մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես են ձևավորվելու, ինչ երաժշտության ներքո են ձևավորվելու, ինչ գույների, դուք տեսաք ինչ գույների ներքո կարող է ձևավորվի։ Մենք պատկերացնում ենք, որ այս մեր միջավայրում մեր երեխեքը շատ կսիրեն այդ դպրոցի ճանապարհը։ Որովհետև այդ դպրոցում իրեն կսպասի, այդ դպրոցում այն ուսուցիչն է, որը որ ապրում է իր առաքելությամբ, որովհետև այդ ճանապարհը շատ գունեղ է, զվարթ է, հետաքրքիր է, խայտաբղետ է, երկար է, ոտքով է ու անվտանգ է, միանշանակ անվտանգ է։ Մենք մեր տեսլականում ձևակերպել ենք մոտավորապես 7 անվտանգության չափորոշիչ, որից վերջին ավելացրել ենք գոյաբանական անվտանգությունը։ Այդ մեր ինքնության մասին է։ Ու այո, տեսեք, այս այն միջավայրն է լինելու, որտեղ այդ կառավարման արդյունքում ամեն մի գյուղ իր գույնով, իր համով, իր հոտով կզարգանա, որովհետև իր հենքը մի մարդու ճաշակի վրա հիմնված չի։ Երեք խոսում ենք մեր ընկերների հետ հանդիպման ժամանակ, ասում եմ Երևանից մինչև հասնում ես մեր այդ ծրագրի տարածք մի 7-ից 12 երկրով ես անցնում, Բանգլադեշ, հունական Ակրոպոլիսով, վերջ այդ կատարական շեյխերի տիրույթներով եւ հասնում ես։ Այսինքն այդ ճաշակը ձևավորում է այն շերտը, որի վրա հիմնված է ամեն մի գյուղի պատմությունը, ու որը որ հենց ուղղորդում է մեզ դեպի հենց իր գույներով, իր առանձնահատուկ համերով եւ հոտերով այդ առանձին տեղը։ Մեր գործընկերները այս ներկայացումը անվանել էին 10,000 հոտերի, համերի եւ 10,000 տեսակների հովիտ, 10,000 ձայների հովիտ։ Այդ 10,000 ձայների հովիտը իրոք իրականություն կդառնա, որտեղ այդ 10,000 տարբեր ձայները չեն վերածվի այն խաժամուժի ու այն աղմուկի, այլ շատ գեղեցիկ ներդաշնակ այդ հնչեղություն կունենան եւ կապահովեն այդ մեր հենց այդ խայտաբղետությունը, կվերածվեն այդ համայնքային պլեբիսցիտների, որտեղ ամեն անգամ կարելի է այդ հարթակում լուծել մեր այդ կենցաղին կամ ապագային վերաբերվող փոքր-ինչ կարևոր հարցեր եւ թույլ չտալ թե հիմա թե ապագայում այդ կանոնակարգումով, այդ հենքով, որը որ կա, որպեսզի այդ խայտաբղետությունը ու այդ ներդաշնակությունը ապականվի։ Դուք պատկերացեք, որ 2.5 տարի մենք աշխատել ենք, ինչքան բան ունենք ձեզ հետ կիսվելու, պարզապես այսօր չեմ ուզում, հուսով եմ մենք դեռ հնարավորություն կունենանք, կիսվենք, խոսենք այս ծրագրի մասին։ Պարզապես ուզում եմ շատ մեծ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ, սիրելի հարևաններ, մենք այդպես ենք անվանում մեր բոլոր ընկերներին, գործընկերներին, որովհետև այսօրը այս ծրագրի համար մենք համարում ենք անշրջելի, շատ ամիսներ առաջ մենք մեզ համար որոշել ենք, եթե այսօրվա բովանդակությունն ու որակը մեզ գոհացնի, այս ծրագիրը մեզ համար համարվելու է անշրջելի, այդ նշանակում է այս կամ այն դինամիկայով, այս կամ այն տրամաչափով, այս կամ այն ինչ-որ արագությամբ այս ծրագիրը կյանքի կկոչենք, մեզանից է կախված, թե ոնց կարող ենք անել, որտեղ այս միջավայրը, այն միջավայրն է, որ յուրաքանչյուրը մեզանից կարող է հենց իր առանձին պատմությունը կերտի ու տեղայնացնի այնտեղ ու ներդաշնակ լինի։ Մենք երեք մի այդպիսի լավ հետաքրքիր ծրագիր քննարկում էինք մեր ընկերների հետ։ Այսինքն մի խոսքով, այսօր շատ կարևոր օր է ծրագրի համար,
Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, այս մեր գոլեգաներին, որոնք որ չնայած որ այդքան հանգստյան օրեր էր, բայց հենց այսօրը այս ամփոփումը տեղի ունեցավ, որովհետև այսօրը հիմնադրամի համար, մեր համար գրեթե ամենակարևոր օրն է, մեզ բարի երթ ու բարի օր։ Շատ շնորհակալություն։